Ես ասեմ, տիկին նախարար, վերջին հարցից սկսեմ, որը պարոն Թորոսյանը հնչեցրեց, այո, գուցե 5 չէ, բայց 4 տարի առաջ մենք ներքին գործերի նախարարությանը տվեցինք հնարավորություն օպերատիվ ծառայություն ունենա մի գործիք, որով կանխարգելման գործընթացը հանցագործությունների կդարձներ շատ ավելի էֆեկտիվ։ Մրցակցային կդարձներ ներքին գործերի օպերատիվ ծառայությունները մեկ այլ օպերատիվ ծառայություն ունեցող կառույցների հետ, որը երկրի ներսում կդարձներ ավելի էֆեկտիվ երկու կառույցների համատեղ աշխատանք։ Հիմա այդտեղ թերացել ենք, բյուջեի վրա ենք գցել, համաձայն եմ պարոն Թորոսյանի հետ, միջոցները մենք պետք է գտնենք, որտեղ ես հիշում եմ վարչապետի մոտ մի քննարկման ժամանակ, երբ որ մի sense մեծ թիվ ասվեց, պարոն Ֆիդանյանը կարծեմ մասնակցում էր։ Վարչապետին արժանահավատ չթվաց այդ մեծ թիվը համակարգ ունենալու տեսանկյունից։ Այսինքն պետք է փնտրել։ Ամբողջ աշխարհում կան այդպիսի ծառայությունների համար նախատեսված տեխնիկական միջոցներ։ Եվ դա պետք է ունենանք։ Մենք հիմա երբ որ դուք զեկույցը ներկայացնում եք, ասենց որ հետ հայացք ես գցում, նախկինում դուք փոխնախարար եք, հիմա նախարար եք, հսկայական ծրագրեր են իրականություն դարձել։ Գրավչության հետ խնդիրները լուծվել։ Մենք բարեկային ծառայություն չունենք, այսօր ունենք։ Նրանք խնդիր են լուծում եւ տարբերվում են նախկինում եղած ծառայություններից որակապես։ Մենք հենասյուների մասին ենք հիմա խոսում, որը հաստատվել է ժամանակին ծրագրերով եւ այդ հենասյուները այսօր իրականություն են։ Գվարդիան իրականությունն է, կրթական համակարգ իրականությունն է։ Հիմա գանք քրեական ոստիկանության։ Համանքային ոստիկանություն, քրեական ոստիկանություն։ Այստեղ իմ կարծիքով մենք ոնց որ թե մի քիչ խնդիրներ ունենք առաջին հերթին կադրային առումով։ Ես հիշում եմ, որտեվ աշխատել եմ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ եւ օպերատիվ ծառայությունների մի պահ ամբողջ ծավալով ենթարկվել են ինձ, բացի կադրային քաղաքականությունից։ Եվ ես շատ լավ հասկանում եի, որ օպերատիվ ծառայությունները, եթե լբատ աշխատեն, դուք ոչ մի բանի չեք կարող հասնել։ Չեք կանխարգելի։ Հանցագործությունը կլինի հետևից վազենք։ Հանցագործին գտնելու համար, չգիտեմ, այլ ինչեր պետք է անենք։ Քրեական ոստիկանության ստեղծումը բավականին ուժեղ օրահասական խնդիր է։ Փարաքարում կրակեց գյուղամեջում մարդ սպանեց, ես չգիտեմ, այդ ավտոմատը կա թե չկա։ Ինքնաձիգը։ Բենզակը էշմեսնում, կրակեց, փախել է։ Չէ՞ չի լինում։ Նախ կրակելու գործիքները մի հատ պետք է հաշվառենք հետ պատերազմական Հայաստանը։ Հազարներով ինքնաձիգեր չկան։ Դրանք համոզված եմ մի զգալի մասը եկել է դեպի Հայաստան։ Չենք կարող վերահսկենք, բայց դրանք գտնվում են թաքստոսներում, տներում։ Վերջերս քաղաքական գործիչներից մեկը լրատվամիջոցին տված հարցազրույցում արդարացնում էր, որ 27-ում իրավիճակ կար հասունացած։ Այնտեղ էլ են ինքնաձիգեր կրակել։ Անցկացվել են ազգային ժողով։ Ինքնաձիգերը պետք է թաքնվելու տեղ չունենան։ Այդ առումով, երբ որ դեպք եղավ Փարաքարում, ես անմիջապես արձագանքեցի եւ ձեր հետ եմ խոսել, որ քրեական ոստիկանությունը պետք է նաեւ փակ աշխատանքային քննարկում ունենանք եւ տեսնենք վիճակը ընդհանրապես ոնց է, մարզերից սկսած։ Բայց որպեսզի մարզերում մեր օպերատիվ վիճակը մենք կարողանանք վերահսկենք, մենք օպերատիվ տեղեկությունները պետք է ունենանք։ Իհարկե ազգային անվտանգության ծառայությունը ավելի մեծ հնարավորություն ունի այդ տեղեկատվությունը իրենց համար շատ ավելի հասանելի է լինում, բայց ներքին գործերի նախարարությունն է առաջին, տեղ հասնողը։ Իհարկե արտաքին ծառայությունների առումով հաջողել ենք հաստատ։ Կմիարժեք։ Ծրագիրը ասելն ուրիշ է, հետո մոռանում ենք, որ նախկինում դա չկար, բայց հիմա կա։ Չկար, ծրագիր մշակվեց, արվեց, ներկայացվեց, իմիջիալից դուք որպես կանոն լավ եք ներկայացնում, բայց հետևից էլ գործն է գալ, դա էլ է շատ կարևոր, որտեղ թիմը շատ կարևոր է, ղեկավար թիմը ապագան ոնց է տեսնում։ Ապագան բնականաբար պետք է միասնական կերտվի, որտեղ ազգային ժողովը եթե չընդունի, չհասկանա օրենքների բովանդակությունը, ինքը որակյալ օրենք չի տածես։ Այդ օրենքները կիրառելը նաև կիրառելուն սովոր մարդիկ, այսինքն կրթված ոստիկանը, ինքը կարա խնդիր լուծի։ Կադրային քաղաքականությանն եմ ուզում մոտենալ, որովհետև ես շատ եմ կարևորում այդ ասված խոսքը սովորական խոսք չի։ Կադրերը որոշում են ամեն ինչ։ Լավ կադրը որոշում է ամեն ինչից էլ ամեն ինչ։ Հիմա այդ լավի առաջխաղացման մենք համակարգ ունենք։ Մենք գործի ընդունում ենք, ասում ենք պիտի կրթվես, ստուգում ենք հիմա նաև այլ բաներ ենք ստուգում, բայց առաջխաղացման համար
Օրինակ բանակում կա աստիճանակարգերով։ Սովետական բանակում սենց էր ուսումնարան, ակադեմիա, գլխավոր շտաբի ակադեմիա։ Դու չէիր կարող պաշտոնի առաջխաղացում ունենալ, եթե կրթական նոր համակարգին համապատասխան քննությունը չես ընդունել։ Հիմա մենք կրթական բլոկը ամբողջացրել ենք, բայց այդ աստիճանակարգերի եւ քննությունների մասը, իսկ քննություն վերցնողները պետք է լինեն բացառիկ հմտությունների տիրապետող եւ բարոյական բարձր չափորոշիչներ ունեցող ղեկավար կազմը։ Ես կարծում եմ, որ եթե ամփոփենք այսօրվա մեր ասածը, վերադառնանք քրեական ոստիկանությունը որպես կարևոր հենասյուն։ Հարց. Ինչքանով է համալրված քրեական ոստիկանությունը, ո՞նց է գնահատում կադրային բանկը տվյալ կառույցի, նրա որակական ցուցանիշները պրոֆեսիոնալ առումով, իհարկե քրեական ոստիկանությունը բացատրումների առումով ավելի էֆեկտիվ կլներ եւ գործիքակազմի տեսանկյունից եթե ավելացնենք նաեւ գիտեք որ քննչական մարմինները առանձնացվել են օպերատիվ ծառայություններից եւ միասնական կառույց է ստեղծվել, բայց վերջերս տեսանք մեր միասնական կառույցում վարչության պետը իր եղենապացույց փող առել ու թռել է։ Նորմալ չի, պարոն Ղարամանյան։ Չէ, իրոք նորմալ չի, ո՞ց նորմալ է։ Բա մենք նպատակ էինք դրել, չէ՞։ Ինչից ինչի գնանք։ Հարցը չի։ Հիմա ուզում եմ ասեմ, որ այստեղ կառուցվածքային ես չեմ ասում։ Իհարկե այդ համասան կառույցները կքննեն, կնայեն, բայց դա էլ խոսում է այն մասին, բոլոր ուժային կառույցները պետք է ունենան իրանց վերահսկողության ներքին համակարգերը։ Որտեղ պատական մարդը ոնց հասնի վարչության պետ եւ զբաղվի խարդախությամբ։ Խարդախության համակարգը վերացրել ենք, քնել են, պահկվել են։ Հիմա գլուխ են բարձրացնում։ Խարդախները հիմա համախմբվելու են եւ շորերը փոխեն, փաստաբանի տեսքով գնան միջնորդություններ անեն, ստեղից այնտեղ գործազողներ բացառել է պետք դետ ամենը, պրոֆիդանյան։ Այդ բացառելու համար պետքա ամեն ինչ տեսնել։ Տեսնելու համար գործիքները պետքա ավելացնել։ Գործիքները կառավարելու համար պետքա կրթություն եւ որակյալ մասնագետներ։ Որակյալ մասնագետը պետքա իր առաջխաղացումը իր ծառայության ընթացքում ձեռք բերի, իսկ թոշակի գնալուց նա պետքա պետության կողմից լինի շատ արտոնյալ։ Բոլոր աշխարհում բոլոր ուժային կառույցները եւ ավելի շատ թոշակ են ստանում թոշակավորից, քան թե ծառայության ընթացքում իրենց աշխատավարձ։ Մենք հիմա բանակի մասին էլ ենք խոսում, որ զինվորականը Վահագ Ալեքսանյան այդ հարցը դրեց, որտեղ տեսնում ենք, որ հաջողում են այն երկրները, որոնք գնահատում են ծառայություն անցած մարդուն։ Եթե ինքը ծառայությունը պատվով անցել է, ծառայությունից զորացրվելուց հետո ինքը պետքա պետության աչքին լինի մի աստիճան ավելի պուպուշ, լավը, որտեղ ինքը խնդիր է լուծել, ինքը ծառայության ընթացքում խնդիր է լուծել։ Հիմա այդ գրավչությունը լուծելու համար այդ ամբողջն այ ոստիկանությանն է վերաբերվում։ Եվ ոչ միայն ոստիկանության, մեր ուժային բոլոր կառույցներին։ Եկեք քրեական ոստիկանության նկատմամբ լինենք ուշադրությունը բարձրացնենք զենքի հետ կապված խնդիրներին հարվածային, իհարկե, պարոն Թորոսյանի ասած ճանապարհային երթևեկությանը վերաբերող հարցերը դրանք կլուծենք, որտեվ երբ որ գնում ես լայն փողոցներ ունեցող քաղաքներ, այնտեղ վթարել չկա, մեքենա էլ չկա։ Բոլորը ստվերի պես անհետացել են։ Հեծանում ենք շուն, ոտքով են քայլում, այսինքն մշակութային բան է անցել։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ։ Հիմա մեր ճանապարհները մենք նեղացրել ենք։ Ավտոբուսը ասում ենք ոնց գնա։ Ֆրանսիացիները ձև ենք, մեջտեղով են գնում, ճիշտ է։ Մի ավտոբուսները քանի որ կողերից որ գնում են խնդրեմ է, որովհետև կարող է մեկը մի հատ ախմախ փագած լինի։ Կանգնացնի բանալին դնի դա։ Բայց մեջտեղում գցել են ձև ավտոբուսը պետք է անխափան գնա, իսկ եթե տրանսպորտը անխափան աշխատեց, ով է գժվե գնա խցանումներ մեջ։ Ավտոն թողի տանը տրանսպորտով կեթերագործի տանը։ Սրանք հարցեր են, որ մենք լուծումներ տալով պետք է գնանք բարդ խնդիրներ են, որտեղ միայն մեկ կառույցի չի։ Ոստիկանությունը ուժային է։ Ուժային բոլոր ոստիկանությունից պահանջում են ուժային լուծում։ Թմրան մոլա գնացեք տվեք սպանեք։ Չէ, բայց մինչև սպանելը դա մարդ է։ Այդ մարդուն բուժել է պետք, այդ մարդուն օգնել է պետք։ Բայց մենք ոնց որ թե ռազմավարության մեջ ճիշտ լուծում գտանք։ Նախ թմրամիջոցը պետքա այստեղ չստեղծվի, իսկ Հայաստան պետքա չկարանա մտնի։ Այստեղ էլ են ստեղծում, ինչ որ էլեմենտներ բերում են, ինչ որ տաներում նստած անում են, հետո ինչ որ մարդիկ TikTok-երով բանով հասցեներն ասում են, մեկ էլ գնաց վերցրեց վերջ։ Կործանված ճակատագիր, ծնող ընտանիք։
այս քրեական ոստիկանության էլի տիրույթ եմ գալիս։ Եկեք քրեական ոստիկանությանը, եթե թեր ձևավորված է, որակյալ ձևավորման խնդիր դնենք եւ որակյալ ձևավորման հետ մեկտեղ նաեւ լրացուցիչ հնարավորություն տանք օր առաջ իմանալու թե կողքի տանը ով ինչա մտածում հանցագործություն անելու համար։ Դա օպերատիվ աշխատանք է։ Ես սա ելույթի վերացրեց ինչ որտեղ, բայց իմ հարցերը էլի վերաբերում են քրեական ոստիկանությունը զենքին եւ մի հարց էլ պատասխանեք նոր ստեղծված էկո պարեկտների ինստիտուտ է ստեղծված զինված էլի բան ոստիկանության եւ բնապահպանական ոստիկանության կառույցների համատեղ աշխատանքի հետ կապված ինչ որ ավանդույթներ արդեն ձևավորվել են թե էլի ոստիկանությունը պետք է ուշադիր լինի այնտեղ հանգար զենքը ոչ ապօրինի չկրակի եւ ոչ միայն կենթանու վրա չկրակի, այլ մարդկանց վրա չկրակի խնդրեմ։ Պարոն Քոչարյան, գամ վերջից ոստիկանությունը միշտ պետք է ուշադիր լինի անկախ ամեն ինչից, անկախ հանրապետությունում տեղի ունեցող իրավիճակներից եւ անկախ նոր ստեղծվող կառույցներից կամ լուծարվող կառույցներից։ Քրեական ոստիկանության մասով ես ասեմ, որ իրականում մեր չասեմ կարևոր, որովհետև բոլորն են կարևոր, առանցքային ուղղություններից մեկն է, որովհետև հստակ դրել ենք գործառութային բազան, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների օպերատիվ աշխատանքը, հետախուզվողներին հայտնաբերումը եւ այս առումով շատ կարևոր է, որ կառույցը ճիշտ կարողանա իր արժեվ դրված խնդիրը իրականացնել։ Մենք սահմանել էինք 770 ընդհանուր հաստիկային միավոր այս ուղղության համար, որից 143-ը այս պայծրությամբ թափուր է։ Սա երկու բանի մասին կարող է խոսել, որ քաղաքացիական անձանց եւ գործող ոստիկանների շրջանում մենք չենք կարողացել գտնել անհրաժեշտ թվով անձնակազմ, որը որ կկարողանար բոլոր հաստիկները համալրել։ Մյուս կողմից սա նաեւ դրական նոտա ունի իր մեջ, որովհետեւ մենք չենք մտածել պարզապես բոլոր հաստիկները համալրել եւ ճակերտավոր անունը դնել, որ մենք թափուր հաստիկ չունենք, ամբողջովին ծառայությունը ձևավորված է եւ գնում ենք առաջ։ Այսինքն մենք շատ ուշադրություն ենք դարձրել որակին, ստեղծված է եղել 4 հանձնաժողովներ, որոնք վերջում արդեն հարցազրույց են իրականացնել մինչև կրթության անցնելը, ներգրաված է եղել նաև հոգեբան, որը հոգեբանական պատկերն է տվել մեր ծառայողների եւ շատ են եղել այնպիսի ոստիկաններ, որոնք ուղղակի չեն հաղթահարել հարցազրույցի փուլը։ Չեն հաղթահարել երկու պատճառով, չեն ունեցել քրեական ոստիկանությանը բնորոշ հատկանիշներ, այսինքն օպերատիվ մտածելակերպ, ավելի խորը հարցերին նայելու, վերլուծական միտք եւ այլն եւ այլն, եւ հետեւապես իրենք բնորոշ են եղել ոստիկանության օրինակ այլ ծառայություններին, ինչը եւս նորմալ է, որովհետեւ ոչ բոլորն են, որ անպայմանորեն պիտի քրեական ոստիկանությունում աշխատեն կամ օպերատիվ աշխատանք իրականացնեն, եւ երկրորդը ունենք նաեւ որոշակի խումբ ծառայողներ, որոնց հետագա շարունակությունը ծառայությունում պիտի դիտարկվի։ Այսինքն պիտի ենթարկվեն նորից քննության եւ հասկանանք, թե արդյոք տվյալ ծառայողները հետագայում առհասարակ ցանկացած ուղղությունում կարող են շարունակել ոստիկանությունում աշխատանքը, թե ոչ։ Սա եւս կարևոր վարժություն է եղել մեզ համար, որպեսզի այս ուղղությամբ նաեւ ինքնաճանաչման տարբերակով գնանք եւ հասկանանք, թե դիմումատուների շրջանում ովքեր են, որ որևէ ուղղության կարող են մնալ եւ որևէ ուղղությունով կարող են աշխատել եւ ովքեր են, որ պիտի դիտարկվեն հետագայում արդեն ծառայությունից արձակման տրամաբանության մեջ։ Խոսեցինք արգրաված եւ հայտնաբերված զենքերի թեմայի մասով նաեւ եւս ես նշեցի, որ 2024 թվականի կտրվածքով ունեցել ենք 1579 միավոր հրազեն հայտնաբերված եւ արգրաված, որը 10.7%-ով ավելին է 23 թվականի համադրությամբ, պարոն Քոչարյան, բայց ես իմ խոսքում անընդհատ նշում եմ, որ կարևոր է հետևողականությունը, եւ եթե միայն մինչեւ հունիսի 2-ը ընկած ժամանակահատվածը այս տարին ամփոփենք, արդեն իսկ 1027 միավոր հրազեն արգրավել ենք, հայտնաբերել ենք կամ կամավոր հանձնվել է, ինչը կրկնակի գրեթե ավելին է, քան անցած տարվա այս նույն ժամանակահատվածը։ Սա բավարար է, թե բավարար չի, բնականաբար բավարար չի, քանի դեռ մենք գիտենք, որ ապօրինի շրջանառության մեջ կան տարբեր քանակի հրազեններ կամ զենք զինամթերքի նաև այլ միավորներ։ Պիտի շարունակենք այս ուղղությամբ աշխատանքը, պիտի նաև ընդունենք, որ ոստիկանության 4 սենասյոնային ուղղությունները պիտի շատ կուռ համագործակցություն ունենան
դրան, որովհետև եթե մենք տարանջատել ենք ծանր առանձնապես ծանր հանցագործությունների քննությունը քրեական ոստիկանության տանիքի ներքո, ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների քննությունը համայնքային ոստիկանության տանիքի ներքո, ապա այստեղ չի կարող ուղղակի փոխ լրացնող արձագանք չլինել, որովհետև քրեական ոստիկանությունը որքան է լավ աշխատի, ի վերջո ոստիկանության աշխատանքը կաղալու է, եթե համայնքային ոստիկանությունը ճիշտ չի համագործակցել եւ հակառակը, այսինքն այստեղ խնդիր ունենք 4 հենասյունային ուղղությունների միջև շատ ամուր փոխգործելիություն, փոխգործակցություն ապահովելու, որպեսզի արդյունքները լինեն ցանկալի եւ մեզ համար ընդունելի։ Թափուր հաստիկների մասով, քանի որ 35 տարվա կանոնը փոփոխում ենք, առաջիկայում կունենանք նոր ընդունելություն, որի արդյունքներով արդեն որ մեր անձնակազմից անձին կկարողանան տեղափոխվել քրեական ոստիկանություն, որովհետեւ հիմա էլ շատ են այնպիսի համայնքային ոստիկանները կամ բարեկային ծառայողներ, որոնք ցանկություն ունեն անցնելու քրեական ոստիկանություն, բայց մենք մի ուղղությանը նախապատվություն չենք տալիս, որովհետև եթե դեռ ընդունելություն չունենք, եթե դեռ հաստիկները չեն համալրվել, համայնքային ոստիկանությունից կամ բարեկային ծառայությունից ցանկացած շարժը այս պահին, այս կետում դեպի տեղափոխությունը քրեական ոստիկանություն, այս առումով տուժելու է համայնքային ոստիկանության եւ բարեկային ծառայության աշխատանքը, դրա համար փորձել ենք հնարավորինս ժամկետները այս տեսանկյունից ճիշտ պլանավորել։ Խնդիր ունենք նաեւ այն մասով, որ ոչ թե խնդիր, այլ մտածելու հարց, որին որ պիտի անդրադառնանք, համայնքներում համայնքային ոստիկանությունը ենթակառուցվածքների առումով շատ ավելի լավ դիրքադրում ունի, որտեղ յուրաքանչյուր համայնքում ունի ենթակառուցվածք, իսկ քրեական ոստիկանությունը մարզկենտրոններում ունի որպես կանոն ենթակառուցվածք եւ դեպքի վայր ժամանելու, դեպքը սպասարկելու, օպերատիվ տեղեկատվությունը իրացնելու, մշակելու, համագործակցող անձանց հետ աշխատելու առումով որոշակի խնդիրներ ունենում ենք, բայց նոր է ձևավորվել ծառայությունը, կես տարի արդեն փորձառություն ունի անցած, սա բավարար ժամանակահատված է եւս մեկ անգամ նոր աչքով նայելու process-ների եւ հասկանալու թե ինչ խնդիրներ ունենք դեռևս լուծման ենթակա եւ առաջ գնալու, բայց այն որ ոստիկանության համակարգի իրապես նյութատեխնիկական բազայի թարմացման, գործիքակազմի ուժեղացման կարիք ունի, սա կարծում եմ անքննարկելի հարց է։ Շնորհակալություն նախարար, ասեմ ձեզ քրեական ոստիկանության էլի վերաբերվող իհարկե կադրերի համալրումը կլինի, այդ հնարավոր այդպիսի տարբերակ եղավ, երբ որ 6-րդ վարչությունը ստեղծվում էր, ժողովրդի լեզվով ասած շիստոյը հիմնականում բարձր պրոֆեսիոնալիզմով, հագեցած կազմ ուներ վերևի շերտում եւ ներքևից գալիս են բարձրագույն կրթությամբ, համալսարանական կրթությամբ, ճարտարագիտական կրթությամբ, մարդիկ, որոնք ռոմանտիկ այսպիսի պատկերացնելով գալիս են եւ նրանցից մի զգալի մասը դարձան օպերատիվ նաեւ լուրջ աշխատողներ։ Եվ օպերատիվ աշխատանքի կարևորությունն նաեւ նրանում է, որ մինչեւ հանցագործություն կատարելը ինքը այնպիսի տեղեկացվածության բազա պիտի ունենա կատարողների մասին։ Հիմա մենք խոսում ենք աստիճանակարգով այդպես, օրենքով գողերի բանի եւ այլն։ Նրանք պետքա միշտ պահկված լինեն։ Եվ նրանք պետքա չունենան հնարավորություն քրեակատարողությունից սկսած նաև հասարակության շերտերի վրա ազդեցություն ունենալու։ Պետությունն է այդ խնդիրների լուծողը եւ ոչ թե իրանց դիմելու պարագայում իրանք պետքա գումար աշխատեն մեր հասարակությանը փչացնելով։ Դա խնդիրներ են, հենց օպերատիվ ծառայությունների արժեվ դրված խնդիրներն են եւ գործիքները, որ հիմա մենք խոսում ենք դրա մասին, ունենալու պարագայում դա ուրեմն կհեշտացնի մեր արժեվ դրված խնդիրներին արագ մոտենալու։